Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 5-ի համար։ Օրը երկուշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունվարի 5-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ինչ-որ գործեր են մնալու, գործերը չեք հասցնում ամբողջությամբ անել, ավարտել, վերջացնել, նաև գումարի մասին կարող խոսել ինչ-որ մեկի հետ կամ գումար ծախսել, գումար վճարել ինչ-որ մեկին, նաև հանդիպում ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, լավ նորություն կլսեք, լավ լուր կլսեք, որևիցե իրադարձություններ ունեք, որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս ևս կկատարվեն կամ վերջին մեկ ամսվա ինչ-որ իրադարձություն է, ինչ-որ պահեր են, որոնք որ կարող են նաև ավարտվել։ Նվեր կստանաք կամ նվեր կտաք, հնարավոր է նաև քաղցրավենիք է և ինչ-որ բան է ձեզ այդ օրը երջանկացնելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 5-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ճանապարհ եք գնալու, առավոտյան կամ ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ, հեռախոսազանգ ունեք կամ դուք եք հրավիրում առիթի կամ ձեզ են հրավիրում առիթի, նաև կարող ինչ-որ մի առիթի մասին եք իմանում հեռախոսազանգով, գործնական հանդիպում, գործնական խոսակցություն ունեք, ոմանք կարող է դա վերաբերվում է աշխատանքի ընդունելությանը, հարցազրույցին, ոմանք այդ օրը շատ աշխատանք ունենան, բիզնեսը առաջ կտանեք, գործերը առաջ կտանեք և նաև հանդիպում պետական աշխատողի հետ։ Եվ գաղտնիք է բացահայտվում, այն ինչ-որ չգիտեք, միգուցե ինչ-որ ժամի հետ է կապված, դա եք իմանում և յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար պետք է սպասեք, երկար պետք է մտածեք։ Նաև ինչ-որ մի բան է, որ կարող է, ասում են օրինակ, ուշանալու են, պետք է մի փոքր սպասեք։ Կամ հա մեկ այլ բան է, որ ևս էլի պետք է ինչ-որ մի ձևով դեռ սպասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունվարի 5-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, ժամանակավոր է միգուցե այստեղ առիթ ունեք, կարող է այդ առիթի ժամանակը ինչ-որ բանակ եք ճանապարհում կամ հավաքվում եք, հետո ինչ-որ մեկը գնում է մեկ այլ երկիր։ Մի խոսքով առիթը կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք այդ առիթին։ Նաև տատանվում եք, ծանրութեթև եք անում ինչ-որ մի հարցեր, ինչ-որ մի միտք ունեք, գուցե ընտրության առջև եք նաև կանգնած և ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 5-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր բիզնեսում, նաև շատ աշխատանք կունենաք, նաև աշխատանքի կարող ընդունվել, գնալ աշխատանքի առաջին օրը հանգստից հետո։ Ոմանց մոտ սա հարցազրույց է, ոմանք նաև կարող են խոսել, շփվել ոչ մասնագետի հետ, պետական աշխատողի հետ։ Նաև հանդիպում ունեք այդ օրը կամ շփում ձեր ընկերոջ հետ, հրավերք կունենաք ոչ առիթի, կարող ձեր ընկերն է հրավիրում, կամ դուք եք ձեր ընկերոջը հրավիրում ոչ առիթի։ Եվ գործերը կմնան, որովհետև հյուր ունեք, կամ դուք եք գնալու հյուր, հա, եւ այդտեղ արդեն գործերը կմնան։ Այդտեղ կարող է իրոք գործնական խոսակցություն է կամ ընկերոջ հետ, կարող է աշխատանքի հետ է կապված, ինչ-որ մի բան է, որ կարող եք խոսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում հարուստներին հունվարի 5-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, դա նաև կարող է լինել վերջին 1 ամսվա ոչ իրադարձության ավարտը։ Այդ օրը նաև ոչ հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք ինչ-որ գործեր անելու համար եւ դրա համար մնում են, ոնց որ ինչ-որ պահ է, որը պետք է օգտագործեք, բայց չեք օգտագործում եւ դա մնում է։ Չեք անում։ Նաև այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, հրավերք ունեք ոչ առիթի, կամ դուք կարող եք հրավիրել ինչ-որ մեկին, որ ձեր առիթին, նաև ունեք գործնական խոսակցություններ, նաև ունեք այդ օրը գործնական հանդիպում, հա, կախված է ով ինչ, ինչ-որ մեկը գործնական հանդիպում կունենա, ինչ-որ մեկն է գործնական խոսակցություն, թեկուզ հեռախոսով, թեկուզ օրինակ տնօրենի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 5-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ ունեք, նա ուր է առիթ է, ծնունդ է, կնունք է, հղիություն, ծննդաբերություն, ինչ-որ մի բան է երեխաների հետ կապված։ Նաև տհաճ պահեր կան և կարող եք վիճել, կամ երեխաները լավ չեն պահում իրենց, բարկացնում են ձեզ, կամ ինչ-որ պահեր են այստեղ։ Նաև կարող եք տուն մաքրել, չի բացառվում, կամ ինչ-որ տհաճ պահեր կան, նաև ինչ-որ ժամանակահատվածում կարող է իմանում եք ձեր թոռներն են գալիս, կամ թոռներից հետո եք տունը մաքրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հունվարի 5-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ունեք սիրային ժամադրություն, որից բավականին այդպես լարված եք, նաև հուզված կարող եք լինել։ Նաև այդ օրը ոմանք կարող են հանդիպել, պայմանավորվել իրենց սիրելի մարդկանց հետ և իրենց տեսնել ու հուզվեք, արտասվեք։ Այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև ոչ նամակ կստանաք, տեղեկատվություն, հնարավոր է փաթեթ է։ Երկուշաբթի արդեն կարող եք ստանալ յուրաքանչյուր բան, նաև նամակագրական կապ է որևէ մեկի հետ, նաև դա փաստաթուղթ է, որ կարող եք ստանալ։ Եվ հյուր կարող եք ունենալ, կամ դուք կգնաք հյուր ինչ-որ մեկին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 5-ին։
Հարգելի կարիչներ, այդ օրը ինչ-որ հարցում կարող եք տատանվել, ծանր ու թեթև անել, նաև ընտրության առջև կանգնել, հոցերի հետ կարող եք վիճել, չդիմանալ եւ իրենց բամբասանքի կամ իրենց վերաբերմունքի համար իրենց հետ վիճեք։ Այդ օրը նաև ձեր ցանկությունները կիրականանան եւ նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո քայլը արեք։ Բացի դա կարող եք ինչ-որ միտեղ գնալ, երկար մնալ կամ ինչ-որ մի բան է դանդաղում, ինչ-որ մի բան է դեռևս կանգնած։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 5-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, ուրախացնելու, նաև ունեք գործնական կամ հանդիպում կամ նաև զրույց ինչ-որ մեկի հետ։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, պետք է գնաք, դա կարող է լինել դատական գործ, բանկային գործ, այնտեղ հիվանդանոց, ուսման կենտրոն եւ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ եւ ինչ-որ տհաճ պահեր կան, չգիտեմ այստեղ ինչի հետ է դա կապված, բայց տհաճ պահեր են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունվարի 5-ին։ Հարգելի այցեղջուրներ, այդ օրը ունեք թաքուն սիրավեպ, նաև տան հետ կապված իրադարձություն են հնարավոր է հյուրեք ընդունում, հնարավոր է տեղափոխվում է կամ ինչ-որ առիթ է այդ օրը կամ ձեր տանը կամ ինչ-որ մեկի տանը եւ պետք է գնաք այդ առիթին։
Նաև սեղանի շուրջ եք նստելու այդ օրը, նվեր կարող եք ինչ-որ մեկին տալ կամ ձեզ կարող են տալ և ով որ տալիս եք կարծես թե հետո իրարից բաժանվում եք կամ հեռանում են, հա, գնում է էլի նորից հետ իր այնտեղ որտեղից եկել է, կամ նվեր է տալիս, այդպես բաժանում է նվեր և գնում է։ Մի խոսքով, այդ նվերը կապված է կամ դուք եք նվեր տալիս, որ ինքը հետո գնա ձեզ հիշի։ Նաև հեռախոսազանգ ունեք այդ օրը, ինչ-որ սուտ կա և սպասում եք, միգուցե ուշանում են, հա, ասած ժամից ուշանում են, դրա համար սպասում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Նաև թաքուն գործողություններ են բացի սիրավեպը։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 5-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո այդ քայլը արեք, մի շտապեք ոչ մի քայլ անելուց առաջ։ Նաև օձեր կան, բամբասանք, նման օձային վերաբերմունք ձեր նկատմամբ կարող եք ստանալ։ Նաև դա չար մարդիկ են, որ բացի բամբասանքը այդպես գնում եք ինչ-որ մի տեղ և այնտեղ եք հանդիպում տվյալ մարդկան, և կարող է դա է ասում, որ ձեզ զսպեք։ Հեռախոսազանգ կունենաք, խոսեք գումարի մասին կամ որ գումարը փոխանցել են, որ գումարը կա, որ ստանաք, այդպես։ Որոշ գործեր կանեք կվերջացնեք այդ օրը, նաև որոշումներ կկայացնեք վերջնական, ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք աշխատանքի մասին կարող խոսել կամ աշխատավարձն է պատրաստ, կարող եք գնալ ստանալ։ Նաև դա պետական աշխատողի հետ հանդիպում է, ինչ-որ միտեղ կարող եք գնալ երկար մնալ, նաև ինչ-որ գործեր են դեռևս դանդաղում, դեռևս չկան, հա, այդ ժամանակ ոնց որ դեռ կանգնած են, և նաև ուշադրություն դարձրեք այդ օրը ձեր առողջությանը, կարող եք այցելել նաև նմանատիպ խոցավայրեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 5-ին։
Հարգելի ծնկներ, այդ օրը ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, նաև շատ աշխատանք ունենան, բիզնես առաջ տանեն, հանդիպեն պետական աշխատողի հետ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Նաև ինչ-որ մի բան է ձեզ այդ օրը երջանկացնելու։ Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո այդ քայլը արեք, միշտ ապեք։ Հանդիպում կամ շփում կունենաք, որից է ձեր ընկերոջ հետ, եւ ինչ-որ գործերը ձեր ձեռքից բաց կթողնեք։ Եվ գումար կստանաք այդ օրը։ Նաև ինչ-որ միտեղ կարող գնալ երկար մնալ միգուցե ընկերոջ հետ, այստեղ երկար մնում եք, կամ աշխատանքի վայրում եք ավելի երկար մնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։